կուզենայի ասել, որ այսօր Մերձավոր Արևելքում քրիստոնյա ասորի ժողովրդի վիճակը սարսափելի է։ Եվ վերջի տարիներին, եթե ուրեմն աշխարհի գերտերությունները փորձում են կանխել ցեղասպանությունները, ապա ասորի ժողովուրդը 1800 թվականներից առ այսօր ենթարկվում է ցեղասպանության։ Առիթից օգտվելով ես ուզում եմ իմ երախտիկի խոսքը ասել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այն մարդասիրական վերաբերմունքի համար, որը այսօր մենք հնարավորություն ունեցանք Երևանի կենտրոնում ուշարձան ունենանք անմեղ զոհերի հիշատակին եւ մեր հանգարկի տուրքը մատուցենք անմեղ զոհերի հիշատակին։ Ինչ վերաբերվում է այսօր Սիրիայի եւ Իրաքի դեպքերին, մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր գերտերություններին զերծ մնալ երթակի ստանդարտներից եւ անմիջապես ուշադրություն դարձնել այս ողբերգական իրավիճակին եւ փրկել քրիստոնյա ասորի ժողովրդին ցեղասպանությունից։ Մանրամասները ես կուզենայի փոխանցել խոսքը մեր Անահիտ Խոսրոևային, ասորական ցեղասպանության մասնագետ դոկտոր Խոսրոևային, խնդրում եմ։ Ես կաշխատեմ հնարավորինս մի փոքրիկ պատմական, այսպես ասեմ պատմականորեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում իսլամական պետության հաստատումից հետո այնտեղ։ Եթե երկար կլինեմ, կարող եք կանգնացնել, եթե ինչ-որ հարցեր կլինի, հետագայում գուցե բաց թողնեմ, եթե հարցեր կլինի, կպատասխանեմ։ Ուրեմն ասեմ, որ այս ալիքը իսլամական պետության, որ այսպես բարձրացավ Մերձավոր Արևելքում, սկսվեց դեռ 2014 թվականի օգոստոսին, հունիս-հուլիս ամսվանից նրանք հաստատեցին իրենց այդ պետությունը եւ վտանգ ներկայացնելով տեղի բնակչությանը, ուրեմն իրենց շարիաթի օրենքներով ստեղծում են իրենց պետությունը։ Այդ ժամանակաշրջանում արդեն կոտորածների եւ բռնությունների ենթարկվեցին ինչպես եզդիները Սանջարի լեռներում, այնպես էլ ասորիները Իրաքում, Մոսուլում։ Ասեմ, որ այսօր ինչ տեղի է ունենում, սա երկրորդ ալիքն է այդ բռնությունների, որը սկսվեց մի քանի օր առաջ, այսինքն փետրվարի 23-ին 2015 թվականի երկուշաբթի օրը, Կիրակի լույս երկուշաբթի գիշերը, առավոտյան ժամը 5-ին, իսլամական պետության ահաբեկիչները հարձակում կատարեցին Սիրիայի Խաբուր գետի երկայնքով գտնվող, որտեղ կան մոտ 32 ասորաբնակ գյուղեր։ Ասեմ, որ սա այնպես օդից չհարձակվեցին։ Փետրվարի սկզբին արդեն նրանք իսլամական պետության ներկայացուցիչները հրովարտակներով ուղարկել էին բոլոր գյուղերը ասորիներին տեղեկացնելով, որ կամ պետք է մեզ հարկ վճարեք, այդ ջիզյա հարկը ոսկով պետք է լինի, կամ պետք է ձեր եկեղեցիները, ամբողջ այդ խաչերը հանեք ձեր եկեղեցիների վերևից, կամ էլ արդեն սկսեք հավաքվելը, որովհետև պետք է դուրս գաք այս տարածքից։ Ասեմ, որ այս տարածքը շատ մեծ ստրատեգիական կենտրոն է տեղի համար, իսլամական պետության համար, որովհետև ինքը եւ կապ է ունենում Թուրքիայի հետ եւ Իրաքի հետ։ Այդ առումով այս տարածքը նրանց պետք է առանց ասորիների։ Ամսի 23-ին հարձակումից հետո հենց տեղում 4 հոգի մահացան։ Մի 2 օր առաջ եղավ նրանց թաղումը։ 3 մի մեծ հոսքի, որը 9 հոգու թաղում տեղի ունեցավ 3։ Այս մարդիկ ուրեմն ահաբեկիչների մասին է խոսքը, տեղում բռնեցին 90 հոգու եւ պատանդ վերցրեցին։ 90 հոգու մեջ մեծամասամբ երեխաներ են, 30 հոգի երեխաներ են, կանայք են եւ տարիքով մեծ մարդիկ են։ Շատ կարեւոր է այստեղ նշել, որ հենց այնպես ասորի տղամարդիկ ձեռքերը ծալած նստած չեն։ Ոտքի են եղել ինչպես երիտասարդ պատանիները 14, 16, 18 տարեկան, այնպես էլ տարեց մարդիկ։ Այդ 4 հոգու մեջ առաջի սպանվածների մեջ ուրեմն հենց 14, 16, 18 տարեկան տղաներ են եւ մի հատ 74 տարեկան պապիկ էր, որոնք զենքերը ձեռքին այդպես իրենց ընտանիքները պահելով մահացել են։
Հիմա պատանդ ինչի համար են վերցնում իսլամական պետության ահաբեկիչները։ Նրանց նախ ասել են, որ մոտ օրերս իբր թե նախատեսվում է այսօրվա համար պետք է մի հատ տեսահոլովակ ցույց տան, որով դիմելու են ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամային, որ կամ դու այդ կոալիցիան, որը որ ռազմական ուժի օգնությամբ կրակում է իրենց վրա, կամ պետք է վերացնեք այդ ամեն ինչը, կամ մենք բոլոր այս մարդկանց վերացնում ենք։ Ասեմ, որ նաև շատ փոփոխական են տվյալները, օրեցօր զոհերի եւ գերիների թիվը մեծանում է։ Եթե ամսի 23-ին 90 էր, ամսի 24-ին դարավ 150, ամսի 25-ին դարավ 260, երեկվա տվյալով 380 էր, այսօր առավոտյան ես նայեցի, արդեն ներքին տվյալներով ասում են 500 հոգուց ավել պատանդներ կան վերցված իրենց մոտ։ Պատանդները նաև իրենց համար ծառայում են, ինչպես մարդկային վահաններ, այսինքն եթե պետք լինի իրենք այդ մարդկանցով պաշտպանվեն, եւ ծառայում են նաև որպես եթե վաղը մյուսօր պետք լինի փոխանակման առումով եւ որևէ գուցե գումարի կամ ինչ-որ բանի հետ փոխանակելու համար։ Սա էլ է, ասեմ նաև, որ իսլամական պետության այս ահաբեկչական գործողությունները սա հենց այնպես սա կազմակերպված գործողություն է, որը հենց 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի, ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն դասական ցեղասպանության օրինակ է տեղի ունենում այս պահին մերձավոր արևելքում ասորիների հանդեպ, շեշտեմ նաև եզդիների հանդեպ, բայց որ մենք խոսում ենք ասորիների մասին, սա ասորիների հանդեպ ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս մարդկանց կոտորում են, այս մարդկանց բացի են, որ ողջակիզում են, սաղ գլուխներները կտրում են։ Ես չեմ շատ լռությամբ եմ ուզում անցնեմ այդ պահերը, որովհետև շատ դժվար է դրա մասին խոսելը։ Երեք երևի տեղյակ եք արդեն համացանցում եւ անգամ CNN-ը ցույց տվեց, կուզեմ անդրադառնալ նաև հետագայում մեդիային համաշխարհային, արդեն խոսվեց նրա մասին, որ եթե առաջ օգոստոս ամսին, երբ որ այդ ալիքը բարձրացավ իսլամական պետության, խոսում էին, ասում էին մերձավոր արևելքի քրիստոնյաներն են զոհվում, արդեն ասորիներ անունն է շոշափվում, որը որ շատ մեծ առաջընթաց է։ Եվ խոսեց նաև բազմաթիվ թերթեր, Washington Post-ը, New York Times-ը, ամերիկյան բազմաթիվ հեղինակավոր թերթեր, եվրոպական թերթեր անդրադառնում են այս իրավիճակին։ Եվ կարևոր ուզում եի ասել, որ ինչպես տեղյակ եք, երեք համացանցում գրված էր արդեն մի 5 րոպեանոց տեսահոլովակ, որտեղ ահաբեկիչները մտել էին Մոսուլի, արդեն Իրաքում գտնվող Նինվեի թանգարանը եւ թանգարանում մուրճերով ջարդում էին ասորական այդ 5 քանդակները, նմուշները, կտոր էին անում մինչև վերջին պահը եւ շատ դժվար է, որովհետեւ սա մեր պատմությունն է, սա մեր պատմության մասունքներն են, քանդակներն են, այդ օրիգինալ նմուշներն են, որ այդ մեր ժողովուրդը, ասորի ժողովուրդը տեղի բնիկ ժողովուրդն է, եւ դա մեր պատմությունն է, որ այսօր ոչնչացվում է այնտեղ։ Ես իհարկե ներքին կարգով բնականաբար կարող եմ ասել, այսօր իսլամական պետությունը, երբ որ գոյատևում է եւ միլիոնների վրա նստած է, դա անում է միայն նավթի շնորհիվ։ Այդ նավթը երբ որ դուրս է գալիս, արտահանվում է այդ երկրից, այդ սև շուկա կոչեցյալը, դա միայն ու միայն Թուրքիայի Հանրապետության միջոցով է գնում, ուրիշ ձև չկա այդ դա վաճառելու։ Բնականաբար այդ ամենի հետևում Թուրքիան կանգնած է։ Մի ուրիշ բան ասեմ, այս դեպքերի ժամանակաշրջանում, երբ 2 օր առաջ 200 ընտանիք կանգնած է եղել Սիրիայի եւ Թուրքիայի սահմանակետին, որտեղ այս իրավիճակում փաստականներին պարտավոր են ընդունելու։ Թուրքիայի Հանրապետությունը մերժել է այդ մարդկանց ներս թողնելու։ Այսինքն այդ Ղամիշլի շրջանում կանգնած սպասում են, թե գուցե հնարավոր է, որ Թուրքիան նրանց թողնի, որ փրկվեն այդ սպանդից։ Փաստական։ Ինչքան են ասորի։ Գիտեք ոնց, այս պահին, որ մենք խոսում ենք, ես մտածում եմ, մինչև սա կարող է եթեր գնա, որևէ փոփոխություններ տեղի ունենա։ 3 չառաջորդվա տվյալով 600 ընտանիք էր, երեկվա տվյալով 800 ընտանիք էր, այսօր առավոտյան ես կարդացել եմ 1200 ընտանիք տեղից ուղղակի դուրս եկած են 32 գյուղերից։ Լավ, որքան ձեր տեղերը կփոխեք, որ մի բան էլ, ասեմ, որ
Ես մտածում եմ, որ մենք ասորիներս այսօր պարտավոր ենք թակել եւ գուցե ջարդել բոլոր այն դռները, որ հնարավոր է այս մարդկանց օգնելու համար։ Հնագույն ազգերին այդ դա հատկանշական բնույթ ա կրում, նույնպես հայերի մոտ էլ այդ ձևի, եթե մենք որևէ խնդիր ունենք, գուցե տարանջատված ենք, գուցե քննադատում ենք, բայց եթե արդեն դրսից վտանգը կա, բոլորս մի մարդու նման կանգնում ենք, որպեսզի պայքարենք ընդհանուր թշնամու դեմ։ Ասեմ, որ այսօր 400,000 ասորիներ Միացյալ Նահանգներում երեք միայն զանգի միջոցով բոլորը մի մարդու նման զանգել են Սպիտակ տուն եւ այդ հաղորդիչը, որ միացել է, Բարակ Օբամային կոչ են արել, որ ուշադրություն դարձնի, թե ինչ է կատարվում եւ պայքարի այս ահաբեկիչների դեմ։ Նաեւ այսպիսի մի բան Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեյն Փսակին երկու օր առաջ նորից անդրադարձավ այս իրավիճակին եւ ասաց, որ պետք է փորձենք ինչ-որ մի բանով օգտակար լինենք ասորիներին, իսկ 3 առաջ օրը երեկոյան հանդես եկավ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որոնք նույնպես դատապարտեցին այս ամենը։ Այսօր մենք երբ որ ասորիների համայնքի կողմից այստեղ նստած ենք, պարզապես կոչ ենք ուզում անել նաեւ Հայաստանի Հանրապետությանը, բնականաբար Հայաստանի Հանրապետությունը որևէ ուժային ձևով չի կարող այս հարցին միջամտել, բայց գոնե դատապարտել եւ փորձել ինչ-որ մի ձևով նաեւ միջամտել, որպեսզի այս ահաբեկչությունները կանգնեցվեն, որովհետեւ այդ մարդիկ մահանում են եւ ոչ մի ձևով դրա դեմը կանգ առնել չի լինում։ Շնորհակալ եմ։ Իհարկե մեր հանդիպումը այսօր շատ էմոցիոնալ ստացվեց։ Ես որպես դերասան, որպես արվեստագետ սովորենք նման բաները կողքից նայելու, մեկնաբանելու, բայց այնինչ իրոք այսօր կատարվում է Արևելքում, դա ես կարծում եմ ամբողջ քրիստոնյա աշխարհի գերխնդիրը պետք է լինի։ Որովհետև եթե քրիստոնյաները վերջնականապես, այս դեպքում ես արդեն ասորի հասկացողությունը փորձում եմ մի քիչ իջեցնել, այդ քրիստոնյա բառը, նրա արժեքը, որովհետև համայն մարդկությունը դեռ երկար է երկրպագելու արևելքում ծնված աստվածներին, նույն Քրիստոսին, Մուհամմեդին, Եհովային, Բուդդային։ Դրա համար այդ միջավայրը զրկել քրիստոնեությունից, դա ամենածանր հետևանքներ ունեցող երկրագնդի տարածքն է։ Մի բան, որ արդեն 100 տարուց ավել է ցանկացել է եւ Թուրքիան, եւ մուսուլմանական աշխարհը, որ այդ տարածքում քրիստոնյաներ չլինեն։ Թալյաթաշների այդ որոշումը, որ այս երկիրը միայն թուրքերինն է, թուրքերից բացի ուրիշ մարդ չպետք է լինի, այդ գաղափարը հիմա իսլամիզմը տարածել է ամբողջ արևելքում։ Ինչ են ուզում աշխարհի ասորիները։ Ուզում եմ, որ քրիստոնյա աշխարհը առաջինը, աշխարհը իր ձայնը բարձրացնի եւ դատապարտի Իրաքում եւ Սիրիայում կատարվող քրիստոնյաների դեմ կատարվող այս ցեղասպանությունը, հանցագործությունը, որովհետեւ ես այն նորից եմ ասում, այն կարծիքին եմ, որ մարդուց ավելի բարձր գաղափար չկա։ Դրա համար մենք այսօր կոչ ենք անում ոչ միայն Հայաստանի կառավարությանը, դիվանագիտական կորպուսներին, արտաքին գործերի նախարարությանը, այլ նաև աշխարհին, որպեսզի նրանք կարողանան կանխարգելել, նրանք կարողանան դատապարտել եւ դրա միջոցով, որովհետեւ ամեն մի պատերազմ իմ կարծիքով դա ցեղասպանություն է, ինչպիսի լուրջ գաղափարի ու հավատքի համար էլ որ ծառայի, որովհետեւ մարդուց ավելի բարձր գաղափար չկա։ Մենք կուզենայինք, որ համայն աշխարհը կարողանար հասկանալ եւ նեցուկ լինել այս դեպքում եւ եզդիներին, եւ ասորիներին, եւ հայերին արևելքի։ Եվ եւս մի խնդրանք եւս, որովհետեւ մենք գիտենք, թե Հայաստանի կառավարությունը ինչպես է ընդունում սիրիահայերին։ Որովհետև այն օրենքը, որի մասին մենք գիտենք արտասահմանյան այն հայերը, ովքեր կարող են մոտ գործել սիրիահայերի մասին է, նրանք հանգիստ կարող են սահմանը անցնել, բայց
Ես կուզենայի, որ այդպիսի մի որոշում նաև կայացվեր քրիստոնյա ասորիների համար, որոնք լքում են այդ տարածքները, եւ ես կարծում եմ նրանք եւս իրավունք ունեն քրիստոնյա Հայաստանում աշխարհի ամենահնագույն դասական ազգերից մեկի կողքին գոյատևել եւ գտնել իրենց առօրյան։ Եթե ուրիշ հարցեր կան, Դիմել եք պատկան մարմիններին այդ հարցի կապված։ մենք գրավորնամակ ենք պատրաստել, մենք դա կփոխանցենք, որովհետև ես չեմ կարծում, որ միտինգները ավելի մեծ նշանակություն ունեն այս օրերին, քան այն նամակները, որը մենք անպայման ուղղելու ենք եւ կառավարությանը, եւ արտաքին գործերի, եւ ՄԱԿ-ի գրասենյակ։ Պարզապես այս կարգի վտանգ մինչև հիմա չի եղել։ Չի Սա մի նոր ալիք է, որը որ արդեն մտածելու Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի հայտարարի, որ մենք պատրաստ ենք ընդունելու Հայաստան նույն կարգավիճակով, կարգավիճակով քրիստոնյա ասորիներին։ Որովհետև կողքի հարևան մուսուլմանական պետությունները դա չեն անում։ Այս երկու կարևոր բաներն են, որ այսօր մեզ անհանգստացնում են Բայց պատրաստ են կգան Հայաստան, որտեղ կարծում եմ այո։ Ինչ-որ կապ կա, թե Այո, մենք արդեն կապեր ունենք, երեք մենք կապնվել ենք մեր համայնքի ներկայացուցիչների հետ, ճիշտ է, Սիրիայից ուզում են գան Հայաստան, բայց այն դժվարությունները, որոնք վար հիշացրեց պարոն Խոսրոևը, մենք 2 տարի առաջ երևի ունեցանք այդպիսի փաստ, որ аэроպորտից դեպորտ արեցին ասորական մի ընտանիք, կինը հայրը ասորի էր, 5 երեխով, դեպորտ արեցին հետ գնաց, քանի որ օրենք չկար դրանց ընդունելու համար։ Դրա համար եմ Ուստի դրանից ելնելով մենք դիմեցինք հանրային խորհրդով քննարկեցինք այս հարցը եւ կարծում եմ պետք է դրանից հետո ինչ որ բան տեղաշարժ եղավ, դե էլ չի եղել այդպիսի դեպք, որ փախստականներ կան ստեղ, բայց եղել են հանգիստ մտել են, բայց որպես փախստական չեն գրանցվել։ Նաև մի բան էլ ասեմ, անժելա ուղղակի որ խոսքը գնաց, շատ բաներ կա, այնքան մտքեր կխառնա, որ մոռանում ես ասել, կապի մասին ասեմ, որ ինչի համար ենք մենք ասում, որ օրեցօր կամ ժամ առ ժամ տվյալները փոխում է, այն մարդիկ, ովքեր բարեկամներ ունեն դրսում, օրինակ, Միացյալ Նահանգներից զանգում է իր բարեկամին, որ խոսի հետը եւ ասում է պատասխանում են իսլամական ահաբեկիչները հեռախոսներին։ Այսինքն դրանից էլ են հասկանում, որ ուրեմն այս մարդն էլ է նրանց ձեռքում։ Դրա համար օրեցօր անուն առ անուն ունեն։ Ես էլ այս պահին ունեմ անուն անուն, գյուղ առ գյուղ, թե որ գյուղից քանի հոգի մարդա վերցված գերի եւ սպառնացել են, որ ուրբաթ օրը, այսինքն այսօր օրվա ընթացքում իրենց նամազից հետո տեսահոլովակով պետք է նկարեն, թե ինչպես են ոչնչացնում այդ մարդկանց քիչ-քիչ եւ ցույց տան, ինչպես ասեցի, ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամային, ասելով, որ կամ պետք է այդ օդային ուժային այդ հարձակումները վերացնես, կամ պետք է աչքիդ առաջ օնլայն մենք ցույց տանք, թե այս մարդկանց մենք ոնց ենք կոտորում։